Հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ ժողովրդական բրիժարու ՀՅԴ անդամ Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էսրումի գավառի ներքին Բագարիչ գյուղում։ 1919 թվականին զինվորագրվել է ՀՅԴ Նեմեսիս գործողությանը։ Նեմեսիս գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երեկույթ պարագլուխներին։ Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հանրային գործիչ և հրապարակախոս Ավետիք Իսահակյանը, որպես կուսակցության անդամ ընդգրկվում է Նեմեսիս գործողության կազմում։ Իսահակյանին կարգադրված էր հետևել Մահմեդ Թալիաթ Փաշային նախ Ժնևում, ապա Բեռլինում։ Իսահակյանը Թեհլերյանի հետ բազում գիշերներ զննել ու ստուգել են Թալիաթի լուսանկարները։ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարտենբուրգ պողոտայում ատրճանակից արձակած մեկ անվրեպ գնդակով սպանել է Թալիաթին։ Գիտեմ քո սրտում կրակ կա, բայց ասենց նստած վրա այդ ճանապարհ մեջ ես։ Ես որտեղ եմ ուզում լուծել վարպետ, այլ արդարություն։ Արենաձեռքով մարդը Թալիաթը հիմա զբոսում է Բեռլինի փողոցներով կխաբացու անպատիժ, իսկ մենք միլիոնավոր կորուստներ ունենք ժողովուրդ։ Ես տեսել եմ, թե ինչպես են ազգեր ոչի թերսում, ոչ միայն թշնամու սրով, այլ նաև իրենց լրությամբ։ Ես մի եղբոր չեմ կոչրել վարպետ, այլ կոչրել եմ մորս, հորս, քրոջս, ամբողջ ընտանիքս։ Եթե որոշել ես արա, բայց արա այնպես, որ ամբողջ աշխարհը հասկանա, դա վրեժ չի, այլ դատապուճ է։ Դա մեր բոլորի անունից կլինի որպես լավացում աշխարհի խղճին։ Եթե քո գնդակը չդիպչի, իմը հաստատ դիպչելու եմ։ Ոտքի, դատարանն է գալիս։ Դատավարությունը սկսված է։ Շարլոտենբուրգի ոստիկանտանը ներկայացել եք որպես Սողոմոն Թեհլերյան, ծնված 1897 թվականի ապրիլի 2-ին Թուրքիայի Բաքարիչ գյուղում։ Դուք այլ բողոքական եք 21 մեխանիկա դեկտեմբերից Բեռլինում եք։ Ամեն ինչ ճիշտ է։ Դա ճիշտ է, ձեր դասավորություն։ Զոհին անձամբ ճանաչում եք։ Ոչ հարգելի դատավոր, բայց նա հրաման է տվել կոտորել իմ ամբողջ ընտանիքը, մորս, հորս, քրոջս, գերդաստանս, ամբողջ ընտանիքից։ Ասացեք խնդրեմ, երբ որոշեցիք Թալիաթ Փաշային սպանել։ Եվ մայրս խնդրեց ինձ այդ մասին։ Ձեր մայրը։ Այո, 2 շաբաթ առաջ երազանքից մեկում տեսա մորս։ Նա վեր կացավ, մոտեցավ ինձ ու ասաց. Դու գիտես, որ Թալիաթ Փաշան Բեռլինում է և ոչինչ չես անում։ Դու այլևս իմ որդին չես։ Երբ առավոտյան վեր կացավ, որոշեցի սպանել նրան։ Ուրեմն ընդունում եք, որ ձեր ոչինչ կանխատեսված է։ Ոչ, ես ինձ մեղավոր չեմ զգում։ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Հարգելի դատավոր, ես ընդունված եմ։ Ընդմիջումն ավարտված է։ Հարգելի դատավոր, դուք գնալ։ Այո։ Երբ օրենքը լրում եմ, արդարությունը խոսում եմ։ Այս մարդիկ գործեցին այն ժամանակ, երբ օրենքը աչք է փակել այս ամենի վրա։ Մենք կարող ենք մեղադրել մի մարդու, ում ընտանիքը վնասվեց, ում ցավը անտեսվեց։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որ որոշենք արդարությունը խոսի, թե պատմությունը կգնալի։ Դատարանը ընդմիջում է հայտարարում դատավճիռ կայացնելու համար։ Ընդմիջումն ավարտված է։ Դիմելով պատվիս ու գիտակցյանս, հանցավոր է արդյոք մեղադրել Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում կատարված Թալիաթ Փաշայի կանխամտածված սպանության մեջ։ Հարցին. երդվել ատենականների պատասխանն է ոչ։ Սողոմոն Թեհլերյանը ճանաչում է առնել և դատարան դալիճից ազատ արձակվում։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել Բելգրադի Դալմատնիսկա փողոցի թիվ 78 տանը։ Ամուսնացել է Անահիտ Թատիկյանի հետ և ունեցել 2 որդի։ Բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ էլ 1960 թվականի մայիսի 23-ին մահացել է։ Թեհլերյանի մարմինը հողին է հանձնվել Ֆրեզնոյի Այրարատ հայկական գերեզմանատանը։
Ils sont tombés sans trop savoir pourquoi. Hommes, femmes et enfants qui ne voulaient que vivre avec des gestes lourds comme des